շատ լավ, իրականում անգամ մեր պատկերացումները եւ զգացումները գերազանցում են մեր հայրենակիցները, խոսքս վերաբերում է փոփոխության ակնկալիք։ Իրականում լուրջ փոփոխության խնդիր կա, պահանջ կա եւ այդ պահանջը պետք է կատարվի։ Մի վախեցեք, ուղիղ ասեք, ընտրակաշարք է միանշանակ, որովհետև գիտեք պետական բյուջեն նույն մարդկանց վճարած հարկերը իրենց վրա այսպիսի վաճառել ես չեմ պատկերացնում։ Բառից բուն իմաստով վաճառում են եւ թոշակները, եւ բժշկական ապահովագրությունը, եւ այս վարորդները, իսկ ով է մշակել դա։ Մենք իհարկե դեմ չենք ժողովրդի ման ինչ-որ լավ բանելու, որի կարոտն են, այսպես ասած, 8 տարի։ Նախընտրական շրջանը իրենք ընտրակաշարք են տալիս, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենց հաշվին իրենց ընտրակաշարք են տալի, այսինքն երկու խնդիր կա։ Առաջինը հանցակաց պարունակող է ուղիղ ընտրակաշարքի տեսքով, եւ երկրորդը իրենց իսկ գումարներով իրենց ընտրակաշարք են տալի, որի համար պետք է շնորհակալություն հայտնել եւ ընտրեն այս ազգակործաններին։ Ինչ ասում, բայց կարծում եմ չի աշխատելու։ Թող վերցնեն, ոչինչ, այդ ամբողջը մեկա ուտելու էին, էլի վերջում։ Թող վերցնեն եւ իրենց ճիշտ որոշումը կայացնեն։ Ոչ մի բան, անմակարդակության հերթական այսչանն է, իրականում ցավ եմ ապրում, չեմ ընտրել երբևէ իրանց, չէի էլ կարող ընտրել, ամեն դեպքում ցավ եմ ապրում, որ մեր երկրի ղեկավարները այդպիսի մարդիկ են, անմակարդակ, անդաստիարակ, այսինքն ընտրաշավի ձևել կա, էլի չի կարելի, միանշանակ չի կարելի, որովհետև իրենք ամբողջ փոքրիկ խմբակով չեն արել Սամվել Կարապետյանի արածի անգամ 0.1% ու այսօր վայրահաչում են։ Մակարդակի խնդիր է, դրան էլ է մեր ժողովուրդը գնահատական տալու հավատացած եղել։ Իսկ մեր պատասխանը իմ անձնական կարծիքով չպետք է լինի սիմետրիկ, ընդհանրապես պետք է քմծիծաղ տալ անցնել իրենց մակարդակի եւ դաստիարակության վրա։